Հարգելի լրատվամիջոցներ, կառավարության շենքի մոտ անհետ կորածների ծնողներն են, մենք գիտենք ունենք հարյուրավոր անհետ կորած տղաներ եւ այս ծնողները արդեն քանի 5-րդ տարին է, որ իրենց շատ բան չեն ուզում են իրենց երեխաների վերադարձը եւ այսօր ապրիլի 7-ի կապակցությամբ ծնողները որոշել են այստեղ այսպես լուր ակցիա ենք իրականացնում, որովհետեւ հիմա մեր Արմինեն կասի ինչու են այսօր հենց այդ ֆորմատը որոշել։ Լուր ակցիան նրա համար է, որ ասենք, որ մենք չենք նշում տոներ, որ մեզ համար տոներ չկան, մեր տոնը մեր երեխեքն են։ Տիկին Ղուզաննան ասեց Արմինե ջան, ուզում եմ անպայման ծաղիկներ նվիրեմ բոլոր մայրերին, խնդրեցի, որ ոչ, չնվիրեք, մեզ պետք չեն, մեզ ուրիշի ծաղիկները պետք չեն նվիրած, մեզ մեր տղաներն են պետք։ Մենք մեր տղաներին ենք ուզում, մեր տղաներից ենք ուզում ծաղիկներ ստանանք։ Մեր տղաները գտնվում են Ադրբեջանի բանտերում, ու այս կառավարությունը ոչինչ չի անում նրանց բերելու համար։ Մեզ անընդհատ ստում են, խաբում են, թե ինչու չեն աշխատում, դե վրիպակ ա եղել, վրիպակ, այս վրիպակների պատճառով մենք այսօր ենք ընկել։ Այս լուր ակցիան նրա համար է, որ մայրը, հայ մայրը, արցունքն աչքերին, ցավն ու տառապանքը սրտում, սպասում է իր որդու վերադարձին։ Մեզ համար չկան տոներ։ Մենք մարտի 8-ին էինք այստեղ, ապրիլի 7-ին էլ, մենք նոր տարին եկեղեցում ենք նշում։ Մենք համար չկա ուրախություն։ Մեր ճակատագրերը, մեր երեխեքի ճակատագրերը խեղաթյուրել են։ Հանուն այդ հայ ազգի, հանուն հայ ժողովրդի գնացեք կռվել են ու այսօր ոչինչ չեն անում նրանց վերադարձնելու համար, հասկանում եք։ Ոնց ապրի այս մայրը։ Ոնց հանգիստ մնա իր տան մեջ, երբ չգիտի իր որդին ինչ վիճակում է։ Չգիտեմ, ժողովուրդ, շատ դաժան է, շատ ցավ է։ Ցավը ահավոր է։ Այս երկրի տերերը, ճակերտավոր իշխանավորները ինչ են մտածում մեր տղաներին հետ բերելու համար։ Ասում են Ադոնյաններից ձեզ տեղեկացրել են հնարավոր է, որ ձեր որդիները ողջ չունեն։ Մենք ենք իրենց ապացուցել, որ այո մեր որդիները ողջ են, որ իրենց ասածները ամենը սուտ են, որ իրանց վրիպակների պատճառով այսքան բան եղել, ապացույցներ, փաստեր, փաստարկներ ունենք մենք հենց այնպես չենք խոսում, մենք հենց այնպես բաներ չենք ասում, մենք չենք ապրում երազներով, որ գիտեք ոնց մեր երեխան ողջ ա բերեք, հասկանում ենք պատերազմ ա եղել։ Դուք տեսանյութով նույնականացրել եք, չէ՞, գիտեք որ ձեր որդին։ Այո, ես տեսանյութով տեսել եմ իմ որդուն, թե ինչպես են իմ որդուն գերեվարում։ Գերեվարումից հետո քննչական ֆոտորոբոտ փորձաքննությունը քննիչների կողմից սխալ փորձաքննության պատճառով ուրիշի անունը կպցրեցին իմ որդու անվան հետ ուղարկեցին Ադրբեջան, եկավ այդ տղան, ասեց, որ ինքը ընդհանրապես կապ չունի այս տեսանյութի հետ ու այդ գերեվարումից, որ ինքը այլ տեղում է գերեվարվել, նման վրիպակների, նման վրիպակների պատճառով մենք այսօր 5-րդ տարին չենք լսում մեր երեխեքի ձայնը, մեր տղաների հասկանում եք կարոտը խեղդում է, սպանում է կարոտը, ցավը, տառապանքը, շատ դաժան է։ Վերջերս ազգային ժողովում հանդիպում էր, տեղի ունեցել իրավապահ կառույցների ղեկավարներն էին, Անդրանիկ Քոչարյաններ նաև այնտեղ ինչ որ դրական ձեզ տեղեկություններ փոխանցել են այդ առումով։ Իմ ոչ մի հարցին չեն կարողացել պատասխանել ազգային ժողովում։ Բոլոր հարցերս մնաց անպատասխան, բայց մեր աչքի առաջ կանգնում ասում էին, որ աշխատանքները կատարվում են, աշխատում ենք,
ու ասում են, որ աշխատում եք, 5-րդ տարին անգամ չեք կանչել արձակնել, թե տղայիս ով տեսավ, ով գլուխը կապեց, ով էր կողքը, այդ ամբողջ տեղեկությունները ես եմ ձեզ տվել, մենք ենք հավաքել, ամուսինս ա եղել այդ տվյալ տարածքում, որտեղից գերեվարել են որդուս, քանի անգամ Այնի Կարմիր խաչի ռուս խաղաղապահների Ադրբեջանի հետ ու այնտեղ ոչինչ չեն գտել, բա ուրա լավ իմ որդին, ուրա։ Քննարկումները վերջին հենց ազգային ժողովի ձեր հետ հանդիպման ժամանակ նախարարներն էին նաև ներկա քննարկմանը, որևէ մեկը ընդհանրապես ինչ մտածում Եվ առհասարակ ձեր կարծիքով այս հարցի հասցեատերը ով պետք է ի վերջո այս հարցին լուծում տա, որ ձեզ չուղարկեն ԱԱԾ-ից քննչական հասկանում եք, մենք այնքան կառույցներ են գնացել, այնքան են մեզ ուզում մոլորեցնել, բայց մենք թեկուզ այսօր լուր մայրերս, լուր կանգնած ենք ու լուր տանջվում տառապում ենք, բայց հարկ եղած դեպքում մենք զենքել կվերցնենք թշնամու դեմ, մենք պայքարող մայրեր ենք, մենք կոտրվող չենք, մեզ ուզում են կոտրել, մեր մեջքը ուզում են կոտրել, բայց չեն կարող, մենք մինչև վերջ գնալու ենք, մեր երեխեքին տուն պետք է բերվի, ես չգիտեմ ով է սրա գլխավերևում կանգնած, ես չգիտեմ կոնկրետ ում անունը տամ, ես ասում եմ երկրի տերերը, ճակերտավոր իշխանավորները, մեր մեջքը կոտրողները, մեր լույսից ու օդից կտրողները, թող իրանք իմանան, իրանք ով են, իրանց վրիպումների պատճառով, բոլորի սխալների պատճառով մենք այսօր ենք ընկել։ Տեսեք, այսօր մի քիչ նաև խորհրդանշական օր է, մայրության օրն է ու ըստ էության արդեն 5-րդ տարին է դուք ձեր տղայից շնորհավորանք այս օրով չեք ստանում։ Այո, շատ ցավոտ է, ոչ մեկի շնորհավորանքը ինձ պետք չի։ Իմ տղայի ընկերները շատ լավն են, իմ հարազատները, բոլորը ծաղիկներ են ուղարկում, բոլոր նվիրում, բայց հասկացեք, մեզ պետք չի ոչ մեկի նվիրած ծաղիկը։ Մեր ծաղիկն ենք մենք ուզում, մենք մեր տղաներին ենք ուզում, մեր ծաղիկները մեր տղաներն են, ես իմ ծաղիկն եմ ուզում, ես իմ տղային եմ ուզում, այս բոլոր մայրեր իրենց որդիներին են ուզում, մեզ պետք չի ուրիշի ծաղիկը, մեզ պետք չի ուրիշի շնորհավորանքը, գոնե հեռվում, մի տեղից լսեմ, մի հատ ձայնը լսեմ, հասկանում եք, գնալով ցավն ու տառապանքն ավելի դաժան է դառնում, քան հիմա է, քան առաջ էր, մտածում ենք կգտնեն, կբերեն, բայց գնալով մենք ավելի ենք տառապում, ավելի ենք կարոտում, ավելի ենք կոտրվում, բայց եւ ոտքի ենք կանգնում ու ասում ենք ոչ, մենք պիտի պայքարենք, մենք պիտի ուժեղ լինենք, մենք պիտի սպասենք մեր որդիներին, գիտեք, զանգում են, ասում են Արմեն ջան, չեն կարող գալ, զանգողը ամուսինը չկա, որի մայրը, կիսուրը, ասում է գիշերն արթնացել է, դուրս է եկել անձրևին, դուրս ասում է ու գոռում է, ասում է իրա գոռոցից եմ արթնացել, ասում է ես իմ տղային եմ ուզում, կարոտել եմ, 3 անչափահաս երեխա ունի, իրանց պապային են ուզում, ես իմ որդուն եմ ուզում, դուք հասկանում եք, ես ինչ արեցին։ Ասեք ինչ հանգամանքներում է, ձեր որդին անհետացել, գերեվարվել եւ դա երբ է տեղ ունեցել։ Հոկտեմբերի 14-ին իմ տղան զանգեց։ Մերս, սենց էր ասում ինձ, ոնց ես, ասի ցավը տանեմ, լավ եմ, որ ձենդ լսում եմ, լավ եմ։ Բայց ինչ չէին ասել, որ ինքը Ֆիզուլիում կռիվները Ղարաբաղյանը թեժ մարտերին է մասնակցում, ես գիտեի Սիսիանում է ծառայում։ Հոկտեմբերի հորն ասել էր մամային չասես թող չան հանգստանա, այլ չգիտի, որ մաման արդեն 5-րդ տարին է կորցրել է իր քունն ու դաթարը, անհանգիստ ապրում է։ Հոկտեմբերի 15-ին Ուրալ մեքենաները այրում են, որդիս վիրավորվում է։ Գլուխը կապում են, վիրակապում են, անգամ գիտեմ ում գիրկն անստած եղել, շատ մանրամասներ, բոլոր տեղեկությունները մենք ենք հայտնում Պաշտպանության նախարարություն, Ուլնեցի, քննչական, իրանք ոչ մի հարցով չեն հետաքրքրվել, չեն իմացել, անգամ չեն զանգել հարցնեն, կանչեն հարցնեն, թե հեռախոսի համարները տվել ենք, անունները տվել ենք,
որ մի հատ պետքա զանգեին, հարցնեին, երբ են տեսել որդուս, ինչ ա եղել, ոնց ա եղել, մեկն ասում է հոսպիտալ են բերել, մեկն ասում է կողքս ա պարկած եղել, մյուսն ասում է գլուխն եմ կապել, չի արձակվել, նոր էս 2 ամիս առաջ կանչել են 2 հոգու, հələ բոլորին չեն կանչել, հեռախոսի համարները տվել եմ, անուն ազգանունները ասել եմ այդ մարդկանց, մնում էր մի հատ զանգեին կանչեին, դուք հասկանում եք, դա անգամ չեն արել, ինչի մասին է խոսքը։ Չեն բացատրել, ինչու օրինակ չեն կանչել, հարցնել։ Անընդհատ փոխվում, մի քնչականը փոխվում, անընդհատ փոխում են, այս անցած քնչականը ամուսնուս կանչելա, գնացելա, ասում է, ինչ գիտես իմ տղայի մասին, ասում է, գիտեմ, որ ուրալները տրաքացնելուց հետո ձեր տղային ոչ մեկ չի տեսել, ոնց թե ոչ մեկ չի տեսել, դու քննիչ ես, դու անցած տարվա պատմություն եմ ասում, դու ես մեզ նման բան ասում, որ ամբողջ պատմությունը մեր մոտ ա եղել, մենք դիմել ենք Եվրոդատարան այդ Սիրանուս Սահակյանին, Արտակ Զեյնալյանին, մեր հայտը բավարարել է միեդը, համարվել է ենթադրյալ գերի բռնի անհետացած։ Այ շատ տղաներ 2020 թվականից եկել են գերությունից, դուք չեք հետաքրքրվել, չեք հանդիպել։ Մենք ոչ միայն հետաքրքրվել ենք, այլ նաև մենք ոչ միայն մենք, այլ բոլոր ծնողները հատ առ հատ մոտեցել են, գտել են իրանց ձևերով, իրանց միջոցներով, մեզ ոչ ոք չի օգնել այդ հարցում, այդ ամեն ինչը ծնողներն են արել, ծնողներն են փորփրում։ Որևէ տեղեկություն չեն տվել։ Ոչ, մեկ տալիս են, մեկ փոխում են խոսքը, չգիտենք դա ինչի հետ է կապված եղել, բայց մենք գիտենք, որ մեր տղաներն այնտեղ են, գերեվարել են, բաուրային որդին, այդ տվյալ տարածքում գնացել են 2 անգամ, ման են եկել, ամբողջ տարածքը քննել զննել են, չկա ոչ մի տեսակի բան, ուրային որդին, ուրա։ Մենք տարբեր դեսպանատներին, ոչ, չկա որևէ տեղեկություն, որովհետև այդ տեղեկությունը այնքան խորն են աղբյուրները, այնքան խորն է թաղված, այնքան չգիտեմ, որ լավ են էլի իրանց գործը արել, բայց չեն հասկանում, որ ծնողներին չի կարելի մի կտոր բան տալով ասել տար ուղարկավորի քո որդին է։ Իրանք մտածելով ծնողը ցավի ու տառապանքի մեջ կհավատա ու կասի էտա, որդիս է պատերազմ ա եղել, մահացել, հասկանում են, գիտեք, այդ էլ ենք հասկանում, որ պատերազմ ա եղել, եթե տեսած լինեինք, եթե փաստերը, ախր մեր փաստերը, ծնողների փաստերը լրիվ այլ ուղղություններ ա տանում, իրանց ասացի հետ չի համընկնում, թող մեզ ապացուցեն, հասկանում, այդ փաստերով թող ապացուցեն։ Այլ իրանք իրավապահ մարմինների անգործության վերաբերյալ դուք նաև հանդիպում եք ունեցել Նիկոլ Փաշինյանի հետ, ինքը ինչ պատասխան է տալիս։ Ես կոնկրետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպում չեմ ունեցել, եղել է Ալեն Սիմոնյան, Անդրանիկ Քոչարյան, առողջապահության նախարար, արդարադատության նախարար, դատաբժշկական փորձագետ, դեպուտատներ, ԱԱԾ-ի տնօրեն, քննչականի տնօրենները եւ այլն։ Ու ոչ մի, ես ասում եմ, երբ որ չեն կարողանում պատասխանել վրիպակ ա եղել, իրանց պատասխանը սիրելիս, իսկ մյուս դեպքում, թե ինչու չեք կանչել, կգաք մեզ մոտ, մենք այդ հարցը կուղենք, կշտկենք, կանենք։ Այ շատ դեպքեր է եղել, երբ որ դիմադրյալ փորձել են ուրիշի մարմինը տալ ուրիշ ծնողներից, այս հետ այդպիսի դեպք եղել է։ Ինձ հետ չի եղել, բայց մենք լսել ենք, մենք գիտենք այդ դեպքերը, եղել են արտաշիրիմումներ, հիմա չխոսամ դրա մասին։ Ու խնդրում եմ ուրիշ այլ ձև չմեկնաբանվի այս ամենը, սա լուր խաղաղ ակցիա է, ցավի ու տառապանքի մեջ գտնվող մայրերի ակցիան, որ հայ մայրերը հայրենիքին զինվոր են տվել, բայց այսօր այս հայրենիքը չի վերադարձնում իրենց որդիներին, ումից պահանջենք։ Հարգելի լրագրողներ եւ